Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր հետ մտերիմ անձանց հետ տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել եւ շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական եւ տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում նախկին նախագահը եւ նրա որդին։ Հակակոռուպցիոն կոմիտեն գործից մանրամասներ է հայտնել։ Քոչարյանները ժամանակին իրականացրել են համակարգված թալան, որի համար պետք է պատասխանատվություն կրեն օրենքով սահմանված կարգով, հայտարարել է Վահագն Ալեքսանյանը ազգային ժողովի փոխնախագահի ճեպազրույցը։ Ազգային ժողովը այսօր շարունակել է քննարկել կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը, սակայն ընթացած նիստը վերածվել է փոխադարձ մեղադրանքների ու կոշտ ելույթների թատերաբեմի, բայց ոչ թե կառավարության ծրագրի, այլ Ռոբերտ Քոչարյանի ու նրա որդիների նկատմամբ իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ։ Դրոնային սպորտը Հայաստանում վերջին տարիներին արագ զարգացում է ապրում, դառնալով ոչ միայն հետաքրքիր ու ժամանակակից մարզաձև, այլև տեխնոլոգիական եւ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ուղղություն։ Օգոստոսի 21-ից 23-ը Երևանում անցկացվել է Քաղաքապետի գավաթ 2026 դրոնային մրցաշարը։ Ջերմուկի 90-ամյա հոբելյանի առիթով քաղաքում առաջին անգամ մեծ շուկով անցկացվել է Ջերմուկ City Fest 2026-ը։ Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջիկներ, մարզային եւ համայնքային իշխանության ներկայացուցիչներ։ Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական վարույթներից, նշելով, թե հետևյալներ են ստացվել, որ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքը օգտագործելով տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել եւ շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական եւ տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում նախկին նախագահը, նրա որդին եւ հանցավոր սխեմաներով ներգրաված այլ անձինք։ Ավելի վաղ հայտնել էինք, որ խոզարկություններ են իրականացվել մի քանի տասնյակ հասցեներում։ Քրեական վարույթի շրջանակում քննչական եւ այլ վարույթային գործողություններ են կատարվել նաեւ Orange Fitness ակումբում, Play City զվարճանքի կենտրոնում եւ դրանց տնօրենների բնակարաններում, Ստեփանո Ռիչի եւ Կորնելյանի խանութ սրահներում, Toyota-ի Երևանյան գրասենյակում, Orange Fitness-ում, Լևոն Քոչարյանի կնոջ Սիրուշոյին պատկանող Պրեգոմեշ խանութ սրահում, Սիրուշո Production ընկերության գրասենյակներում։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել եւ շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական եւ տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Նախաքննությամբ ստացված տվյալների համաձայն գույքերի իրական պատկանելությունն ու հանցավոր ծագումը քողարկելու նպատակով դրանք ձևակերպվել են փոխկապակցված ընկերությունների անվամբ, իսկ հետագայում ձեռք բերված գույքերը տնօրինվել են դրանք կառուցապատելու եւ վաճառելու, երրորդ անձանց օտարելու, ինչպես նաեւ սեփականատեր ընկերությունների բաժնեմասերը փոխանցելու միջոցով, այդ թվում նվիրատվությամբ։ Այսպես, Աճարյան եւ Ծարավ աղբյուր փողոցներին հարող 8.3 հեկտար հողամասը ձեռք է բերվել 44 միլիոն 657 հազար դրամով, որտեղ 2002 թվականին կառուցվել է Play City ժամանցային կենտրոնը, իսկ 2 տարի անց 2004 թվականի նոյեմբերի 15-ին գույքի սեփականատեր Fast Card ընկերության 50% բաժնեմասը նվիրատվությամբ փոխանցվել եւ գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։ Կասկադ համալիրի ձախակողմյան հատվածում գտնվող 2 հեկտար հողամասը ձեռք է բերվել 39 միլիոն 630 հազար դրամով։ Այն հետագայում փոխանակվել է Երևանի առավել բարենպաստ հատվածում գտնվող պետությանը պատկանող նույն մակերեսով այլ հողամասի հետ, որն այնուհետև օտարվել է 1 միլիարդ 741 միլիոն 931 հազար դրամով։ Եռասպասարկում պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում գտնվող Պարոնյան 8 հասցեի շենքը եւս ձեռք է բերվել 40 միլիոն դրամով, որտեղ հետագայում կառուցված բազմաբնակարան շենքի 331 միլիոն 800 հազար դրամ շուկայական արժեքով 600 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հասարակական տարածքներն ու 2 ավտոկայանատեղիները ձևական առուվաճառքի գործարքներով գրանցվել են նախկին նախագահի որդու անվամբ։
Գեղարքունիքի մարզում գտնվող Կապուտակ Սևան հանգստյան համալիրը ձեռք է բերվել 83 միլիոն 669 հազար դրամով, իսկ համալիրի սեփականատեր Art Build ընկերության 50% բաժնեմասը 2010 թվականի հունվարի 15-ին ձևական առուվաճառքի գործարքով գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։ Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց Պոակին պատկանող Ծիծեռնակաբերդի խճուղի 7 կոտորակ 1 հասցեի 29000 քառակուսի մետր հողատարածքն ու դրա վրա գտնվող 1700 քառակուսի մետր շինությունը ձեռք են բերվել 12 միլիոն 267 հազար դրամով։ Տարածքում 2008 թվականին կառուցվել է Orange Fitness Premium ակումբը, իսկ գույքի սեփականատեր ընկերության 50% բաժնեմասը 2009 թվականին ձևական գործարքով գրանցվել է նախկին նախագահի որդու հիմնադրած ընկերության անվամբ։ Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ պատմամշակութային հուշարձան հանդիսացող Վազգեն Սարգսյան 20 հասցեի սպայի տան շենքը եւ Նալբանդյան 16 հասցեի կիսակառույց շինությունը մի շարք իրավական նորմերի խախտմամբ պետական սեփականությունից դուրս բերելու եւ Պիացա Գրանդե ընկերության նոտարելու գործընթացը կազմակերպելու դիմաց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին, որպես կաշառք փոխանցվել է ընդհանուր 2 միլիարդ 633 միլիոն 934 հազար դրամ արժողությամբ 56 անշարժ գույք, որոնց իրական պատկանելությունն ու ծագումը քողարկելու նպատակով գույքերը ձևական առուվաճառքի պայմանագրերով գրանցվել են նախկին նախագահի ընտանիքի անդամների եւ նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների անուններով։ Մեկ այլ դրվագով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը պատկանող Ծովակալ Իսակովի պողոտայի 22 եւ 22 կոտորակ 4 հասցեներում գտնվող, այդ թվում գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողամասերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 1 միլիարդ 393 միլիոն 870 հազար դրամ, մինչդեռ դրանք նախկին նախագահի հետ մտերիմ անձին պատկանող ընկերությանը վաճառվել են 4 անգամ ավելի ցածր արժեքով։ Ըստ քննության տվյալների, հողամասերն անհամեմատ ցածր գնով վաճառելու եւ Հայաստանում ճապոնական Toyota ընկերության ներկայացուցչության անխոչնդոտ հիմնադրումն ապահովելու դիմաց 2006 թվականի մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին որպես կաշառք փոխանցվել է Toyota Երևան ընկերության 30% բաժնեմասը, որի հանցավոր ծագումը քողարկելու նպատակով այն ձևական առուվաճառքի պայմանագրերով գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում նախկին նախագահը, նրա որդին եւ հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք։ Նախաքննությամբ ուսումնասիրվում են նաև նախկին նախագահի որդու անվամբ 2001-ից 2019 թվականների ընթացքում կատարված շուրջ 144 միլիարդ դրամի, 309 միլիոն դոլարի, 77 միլիոն եվրոյի եւ 18 միլիոն ռուբլու դրամական փոխանցումների, ինչպես նաև վարույթին առնչվող անձանց եւ նրանց ընտանիքների անդամներին պատկանող Հայաստանում եւ արտերկրում գտնվող ավելի քան 3 տասնյակ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։ Գույքերի հնարավոր փոխանցումը կամ օտարումը կանխելու նպատակով ձեռնարկվել են դրանց նկատմամբ արգելանք կիրառելուն ուղղված համապատասխան գործողություններ։ Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվելուց հետո Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով հրավիրվել է շտաբ բուժօգնություն, արձանագրվել է զարկերակային բարձր ճնշում եւ հետագա հետազոտության նպատակով նա ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Ինչ վերաբերվում է նրա որդուն Սեդրակ Քոչարյանին, ապա նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Իսկ դատախազությունից հայտնել են, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանի եւ եւս 9 անձի նկատմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեղադրանքներով։ Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական վարույթով հարցաքննության էր հրավիրվել նաեւ Սերժ Սարգսյանը։ Հակակոռուպցիոն կոմիտե մտնելիս լրագրողների հետ զրույցում Սարգսյանը ասել է, որ տեղյակ չէ, թե ինչ գործով են իրեն կանչել հարցաքննության, այնտեղից դուրս գալուց հետո եւս նրա որևէ տեղեկություն չի հայտնել։ Ըստ դատախազության հաղորդագրության, բացի Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց, հանրային քրեական հետապնդում է հարուցվել Պաշտպանության նախկին նախարար, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Երևանի նախկին քաղաքապետ Բեգլարյանի եւ այժմ հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանի նկատմամբ։
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են, ինչպես հայտնել են քննչական կոմիտեից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթներով միաժամանակյա խուզարկություններ են կատարվել տնտեսվարողների գործունեության եւ բնության թվով 17 հասցեներում, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ վերացվել են քրեական վարույթների համար նշանակություն ունեցող փաստաթղթեր եւ առարկաներ։ Տնտեսվարող սուբյեկտների գործունեության հասցեները կապարակվել են ինչպես 4 ներկա եւ նախկին տնօրեններ ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Տվյալ տնտեսվարող սուբյեկտներով պետությանը պատճառվել է ավելի քան շուրջ 2 միլիարդ 682 միլիոն դրամի վնաս։ Այսօր առավոտյան, երբ իրավապահ մարմինները պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություններ են իրականացրել, վերջինիս անչափահաս երեխաները տանն են գտնվել։ Լրագրողները ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից հետաքրքրվել են, թե ինչ կարծիք ունի նա անչափահաս երեխաների նկատմամբ իրավապահ մարմինների իրականացրած գործողությունների մասին։ Դե եկեք պահանջ դրեք, ասեք Ժողովուրդ ջան, եկեք քրեական դատավարության կամ այլ մյուս օրենսգրքերով սահմանենք, որ ով անչափահաս երեխա ունի, իր նկատմամբ որևէ գործողություն չի կարող իրականացնել։ Որ դուք ասում եք, որ եթե մարդը մեղավոր է, այդտեղ խնդիր չկա, իրան պետքա իհարկե պետքա պատասխանատվության ենթարկել, բայց այդ պատասխանատվության ենթարկելը գործընթաց է իրանց, չէ՞ ենթադրում։ Այդ ենթադրում այո, խուզարկություն, չգիտեմ, գաղտնալսում, քննչական գործողություններ։ Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ անդրադառնալով հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթներին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Քոչարյանները ժամանակին օգտագործել են իրենց պաշտոնեական լիազորությունները եւ բյուջեի հաշվին կատարել համակարգված թալան, որի համար պետք է պատասխանատվություն կրեն օրենքով սահմանված կարգով։ Ըստ նրա, Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը մեկ նպատակով է ազգային ժողովում։ Այդ ինչ բան է մտել են ժողովրդավարական ինստիտուտ, բան, ժողովրդավարական մարդու իրավունքներ, այս մեկ, լավ հերիք է, էլի ձեր առնեք մարդկանց ասա։ Եկած օրվանից Լևոն Քոչյանը բացի իրանից իր ընտանիքի պաշտպանությունից ու իր բանից ուրիշ բանից չի խոսում։ Հասկացանք։ Ամեն ինչը հասկացանք, առաջի օր եկել էր ազգային ժողով, ասում էր ոստիկանները ինձ ձերբակալել են, ես ուղիղ ցնցում եմ ստացել, վերջի հարցը նրա մասն էր, որ մեր ընտանիքին հետապնդում, հասկացանք, լավ։ Հասկացանք, եկեք պատասխանեք, այդ ամեն ինչը ձեզ որտեղից։ Այդ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դառել։ Այդ ո՞նց է տենց լինում առհասարակ։ Ազգային ժողովը այսօր շարունակել է քննարկել կառավարության գործունեության 2026-ից 31 թվականների ծրագիրը։ Սակայն հնդածս նիստը վերածվել է փոխադարձ մեղադրանքների ու կոշտ ելույթների թատերաբեմի, բայց ոչ թե կառավարության ծրագրի, այլ Ռոբերտ Քոչարյանի ու նրա որդիների նկատմամբ իրավապահ մարմինների գործողությունների վերաբերյալ։ Նիստի մանրամասները տեսանյութում։ Կառավարության ծրագրի քննարկման փոխարեն կոռուպցիա, թալան, փողերի լվացում, քաղաքական սպանություններ, ընտրությունների կեղծում, հոկտեմբերի 27 ու մարտի 1 ազգային ժողովում իշխանություն ընդդիմություն առճակատում էր։ Վաղարավոտյան ազգային անվտանգության ծառայությունը Ռոբերտ, Սեթրակ եւ Լևոն Քոչարյանների բնակարաններում ու նրանց փոխկապակցված ընկերություններում 7 ժամից ավելի խուզարկություն է իրականացրել։ Հորն ու ավագ որդուն այնուհետև բերման ենթարկելով հակակոռուպցիոն կոմիտե։ Նրանք ձերբակալվել են, առաջադրվել է մեղադրանք։ Ըստ այսօրվա հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած նյութի, ասում է Քոչյանն ու իր ընտանիքը, ըստ մեղադրանքի, էլի, արել են մի հատ տարածք Կասկադի կողքը։ Այդ տարածքը 2 հեկտար։ Ասում է գնել են 40 միլիոն դրամով, 40 միլիոն դրամով։ Ասում է հետո այդ տարածքը, որ 40 միլիոն դրամով առել են, փոխանակել են էլի 2 հեկտար չափսով պետական տարածքի հետ, որը վաճառել են ուշադրություն 1 միլիարդ 740 միլիոն դրամով։ Այսինքն 1 միլիարդ 700 միլիոն դրամ օգուտ են ունեցել։ Ընդդիմության այն թեզը, թե սա վրեժխնդրություն է երկրորդ նախագահի ընտանիքի նկատմամբ, իշխանությունը հաստատում է։ Այո, սա վրեժխնդրություն է, սիրելի բարեկամներ։ Արդարադատությունը ժողովրդի վրեժխնդրությունն է ձեր նմաններից։ Եվ մենք վրեժխնդիր ենք լինելու Ռոբերտ Քոչարյանին,
այլ ենթադրյալ կոռուպցիոներների։ Բոլորին հատ վրեժխնդիր ենք լինելու։ Հայաստան խմբակցությունից Արթուր Խաչատրյանը կարծում է, թե այս ձերբակալությունները հետևանքն են Նիկոլ Փաշինյան, Լևոն Քոչարյան այն կոշտ բանավեճի, որը տեղի ունեցավ օգոստոսի 24-ին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ։ Երեք այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը սպառնաց ընդդիմադիր քաղաքական գործիչներին, սպառնաց բանտարկել, ունեզրկել, անթաքույց հրահանգներ տվեց դատական համակարգին, մոտարապես սենց ինչ ուզում եք արեք, բայց այդ մարդիկ պետքա նստեն, պետքա փակեք, թե չէ ձեռիցս չեք պրծնի։ Դա արվում էր խիստ անթաքույց, հրահանգներ իրավապահ համակարգին։ Արթուր Խաչատրյանի խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը եւս այն համոզմունքին է, թե տեղի ունեցածը պատահականություն չէ։ Ուշագրավ է սակայն, որ Հայաստանի քաղաքական թիվ 1 ամբիոնից երբևէ նման դրամատիկ նախադասություն չէր հնչել եւ ոչ մի առերևույթ հանցագործության դեպքում։ Այո, սիրելի հայրենակիցներ, մինչ մենք խոսում ենք, ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահան, նրա որդին Եվ նաև հիմա գործողություններ են, քննչական գործողություն, ինչից այդպես զարմացաք։ Ես փաստի արձանագրում եմ անում, ինչն էր այդքան հուզական այդքանի մեջ։ Մի հուզվեք։ Տիկին Գրիգորյան, մի վիճեք դահլիճի հետ, չենք զարմացել։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան խմբակցության ղեկավարը նրան հաղթած նախագահ կոչեց։ Ես չգիտեմ ով է հաղթած, բայց միանշանակ այն մարդը, որը հողատարածքը 40 միլիոն դրամով առնում է, հետո փոխանակում է այլ հողատարածքի հետ, հետո 1 միլիարդ 740 միլիոնով վաճառում է, կամ հաղթած է, կամ կոռուպցիոներ սրիկա է։ Տիկին Գրիգորյան, Վարգն Ալեքսանյան։ մի հեռացեք, սա էլ հոյմ քայլի ցուցակը չի, որ падգամավոր դառնաք, հետո հեռանաք Քոչարյանի մոտ։ Ինչևէ, Տիկին Գրիգորյանը ասում է ամբողջ Հայաստան դաշինքի դեպ լքեց դահլիճը, ինչև սպասել էր պարոն Մանուկյան, գոնե դուք մնայիք։ Ասում է Ռոբերտ Քոչարյանը կարող էր չգալ Հայաստան, բայց եկավ։ Չէ, Տիկին Գրիգորյան, Ռոբերտ Քոչարյանը չէր կարող չգալ Հայաստան։ Ավելին ասեմ, Ռոբերտ Քոչարյանը, երբ որ արդեն եկել էր Հայաստան, արդեն մտել էր քաղաքական պրոցեսների մեջ, իրավական պրոցեսների մեջ, խնդրում էր, որ իրան թողեն, որ ինքը գնար, ասում էր, պրաշու, ձեր աշխատանքային լեզվով ասած, պրաշու обеспечить мой плавный выход из этой ситуации։ Այնտեղ պատասխանը չկա այդ հայտնի ձայնագրության մեջ, բայց ինչ որ մի բան, տենց ինչ որ մի վերին ձայն ինձ հուշում է, որտեղ պատասխանը եղել է «նետ»։ Հաջորդ ամբիոնին մոտեցավ նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Ընդդիմությունից հետաքրքրվելու, հո դուք մազոխիստ չեք, այսինչ լալահառաջ ելույթներ են։ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի նախագահել է Հայաստանը։ Այդ ոնց եղավ, որ հոկտեմբերի 27-ից առաջ իր կարգավիճակից բողոքող Ռոբերտ Քոչարյանը, որ ինքը ասում էր, չէ, որ թագու կարգավիճակն է իրեն մնացել, հոկտեմբերի 27-ից հետո դառնում է միակ տղամարդը, որտեղ գլխատվում են մնացած դերակատարները։ Եվ դրանից հետո ունենում է իհարկե մեծ լիազորություններ։ Հենց դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին են փոխանցվում շատ կարևոր նշանակություն ունեցող գույքեր, տնտեսական եւ այլ նշանակություն ունեցող կարևոր շինություններ, հողատարածքներ եւ այլն։ Որովհետև թագու կարգավիճակում, իսկ այդպես ասում են այն պաշտոններին, որոնք այդքան էլ լիազորություն չունեն, հա, ինքն իրեն այդ կարգավիճակում էր հոկտեմբերի 27-ից առաջ զգում։ Հոկտեմբերի 27-ից առաջ ինքը չէր ունենա այդ լիազորությունը, այդ կարևոր այդ հեկտարները, միլիարդավոր դոլարները իր անունով անել։ Այս ելույթներին խորհրդարանի դահլիճում նստած լուր հետևում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն մտքերի փոխանակումից հետո խորհրդարանը վերադարձել է կառավարության ծրագրի քննարկմանը։ Եզրափակիչ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նախ եւ առաջ անդրադարձել է Ռոբերտ եւ Սեթրակ Քոչարյանների ձերբակալությանը ու դրա վերաբերյալ ընդդիմադիրների ելույթներին, թե այդ ամենը իրականացվում է քաղաքական հրահանգի ներքո։ Պետությունը, որը Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանության ներքոյա պարտավոր է ժողովրդի կամքը կատարել։ Այո, պետք է նստեն։
Այո, սաղունից քվածքը, ես ասում եմ Ծառուկյան Գագիկը պետք է հայտարարություն անի, ասեն ինչ էի կանում, ասում, որ թոշակը պիտի նվազագույն սպառողական զամբյուղի չափ ըլնի, բա երբ է թոշակը բարձանալու, Քոչարյան Ռոբերտն էլ պետք է ասի դա։ Իրանք էլ պետք է ասեն, իրանք պետք է փող չունենան, որ ընտրակաշառք էլ բաժանեն, եւ դա իմ քաղաքական հանձնառությունն է։ Եվ այն պետությունը, որը սա չի անի, չի կարա չանի, որովհետև սա արդեն իմ ասածը չի, սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի ասածն է, դե փորձի մեկը չանի։ Դե փորձի մեկը չանի։ Բրծելա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ում ուզենաք ծախեք։ Բրծելա։ Ասում է համադրականն ասում է դատական համակարգը անկախ է, ումից է անկախ դատական համակարգը։ Իրանք մտածել են, թե դատական համակարգը ժողովրդից է անկախ եւ մաֆիոզների հետ պետք է գրփեն Հայաստանի Հանրապետության ժողովուրդ։ Ղալաթ է կարեք գլուխներդ պատին եք տվել։ Հնազանդ ժողովրդի կամքը կկատարեք։ Հնազանդ։ Ութ տարի Բա ես չգիտեին, ովքեր էին, չգիտեին ես բանի, կասկադի պատմությունը չգիտեին, ինչ են ես գործերը դարակներուն, ես որևէ մեկին ասել եմ, որ բան արեք, կամ կանգնացրեք, կամ ես արեք, կամ են արեք, բա ժողովուրդն էլ ասում է, երևի սա էլ դե մտածումը ասում է, դե նրան, դե էտա նորմալ է, այս կարգավիճակում էտա գործը, նրան ձեր չտանք, որ մենք էլ կանենք, սա ուղերձա նաև մեզ, ժողովուրդ ջան։ Սա ուղերձա նաև ինձ, սա ուղերձա նաև իմ բարեկամներին, իմ հարազատներին, իմ ընկերներին, իմ շրջապատին, բոլորին, ով մտածում է, թե մենք իշխանություն ենք, նշանակում է մենք կարանք կոնգրես հյուրանոցը, սա ուղերձա բոլորին, ընկեր, բարեկամ, ով ուզում է լինի, ժողովրդից տարած ամեն ինչը այո մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք, կոպեկ, հատիկ, անկախ նրանից ում ընկերն է, ում բարեկամն է եւ այլն եւ այսպես շարունակ։ Ազգային ժողովում իշխանություն ընդդիմություն լարվածության պատճառներից մեկն էլ հայ առաքելական եկեղեցու եւ կաթողիկոսի շուրջ ռադիկալ տարբեր դիրքորոշումներն ու անվանակոչումներն են եղել։ Փաշինյանը իր ելույթում անդրադարձել է նաեւ այս խնդրին, հայտարարելով, որ ինքը պատրաստ է Գարեգին կաթողիկոսի հետ քննարկել հայ առաքելական եկեղեցու բարենորոգան օրակարգը, եթե վերջինս ընդունի այդ օրակարգը։ Ես ձեզ ուզում եմ ուղիղ ասել, եթե Գարեգին բն Էրիկա կամ Կտրիչ Ներսիսյանը արեք դե ժողովուրդ, մի արամ արեք, չէ, տրամաբանությունը կոտրվեց, Պարոն Ղազարյան, ձեզ նկատողություն և նախազգուշացում։ Շատ լավ, եթե ընդունի այդ օրակարգը, ես այս անվյոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ ես կնստեմ և իր հետ կքննարկեն ամենայն հարգանքով այդ օրակարգը։ Ես չեմ ասել երբեք, որ գիտեք ինչ կան մերոնքականներ և կան ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարա բարևարկության կանոնները պահի, մյուս մասը չպահի։ Ես միշտ ասել եմ եւ իմիջայլոց Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է։ Բարևարկության կանոններ եւ այդ կանոնները պահելու հստակ մեխանիզմներ։ Ես ավելին աշխատանքային մակարդակով ասել եմ, որ ես այո կարծում եմ, որ նաև պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման բոլոր հոգևորականների համար։ ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներում չի գործակցում։ Այս մասին ՌԻԱ Նովոստին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը օգտվում է ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական մատակարարումների արտոնյալ պայմաններից։ Դեպարտամենտի տնօրենը նշել է, որ համապատասխան ոլորտներում գործակցությունը Երևանի հետ իրականացվում է երկկողմ ձևաչափով։ Հիշեցնենք, ազգային ժողովում կառավարության 2026-31
թվականների ծրագրի քննարկումների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ Հայաստանը չի ակտիվացնելու աշխատանքները հապկում կառույցի նկատմամբ, Երևանի հետաքրքրությունը սպառված է եւ ինքը ուրախ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն կազմակերպությունից։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Քննարկումների առանցքում են եղել հետագա գործակցությանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։ Ալեն Սիմոնյանը ընդունել են նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիշկինին, վերջինս շնորհավորել է Ալեն Սիմոնյանին անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով եւ մաղթել հաջողություններ պատասխանատու գործունեության ընթացքում։ Կողմերը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր։ Ադրբեջանի Լաչին քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ու հայկական էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր ընկերության, Ադրբեջանի էներգետիկայի նախարարության եւ ադրբեջանական Ազերէներգի ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման եւ արտահանման հնարավորությունները, նաեւ երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները։ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նախագահ Վահագն Խաչատուրյանին երկրի անկախության օրվա առթիվ շնորհավորանքների համար։ Մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունը ներկայում կրկին ակտիվացել է։ Հուսով ենք, որ դրան կհաջորդի ավելի սերտ համագործակցություն այլ մակարդակներում եւ բազմաթիվ ոլորտներում։ Հայ ժողովուրդը հաստատակամորեն որդեգրել է Եվրոպայի հետ մերձեցման ուղին եւ Ուկրաինան ողջունում է այդ ընտրությունը ու պատրաստ է օգնել ինչով կարող է։ X-ի էջում գրել է Ուկրաինայի նախագահը։ Ռուսաստանը պետք է հաղթանակով ավարտի հատուկ ռազմական գործողությունը մինչև 2030 թվականը, հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Վիկտոր Սոբոյևը, նշելով, թե Կիևի ռեժիմից պետք է ազատվել մինչև այն պահը, երբ Լեհաստանը եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրները պատրաստ լինեն Ռուսաստանի հետ պատերազմի։ Սոբոլիևը շեշտել է, որ Ուկրաինայում հաղթանակից հետո պետք է լինի վերակառուցման զինված ուժերը այնպես, որ դրանք պատրաստ լինեն հետ մղելու ցանկացած աշխարհաքաղաքական հակառակորդի ագրեսիան ցանկացած պայմաններում։ Միջազգային միսնորություններ տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից 50% մաքսատուր կսահմանի Կանադայում արտադրված մեքենաների, բեռնատարների, ավտոպայեստամասերի եւ պողպատի համար։ Մաքսատուրքեր չեն լինի, եթե դրանք հավաքվեն ԱՄՆ-ում, գրել է նա թշ-սշյալ սոցիալական ցանցում։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը Կանադայի նկատմամբ հասել է $60 միլիարդ։ Օտավայի կողմից ամերիկյան գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի պատճառով նախագահն ընդգծել է, որ Կանադան կարիք ունի ԱՄՆ-ի, այլ ոչ թե հակառակը, եւ որ կանադական բիզնեսի 95%-ը գտնվում է ԱՄՆ-ում։ Իրանը լիակատար փլուզման մեջ է, հայտարարել է ԱՄՆ նախագահը, սա տեղի ունենում այն ֆոնին, երբ Վաշինգտոնը պատրաստվում է տնտեսական նոր խիստ քայլեր ձեռնարկել Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու համար։ Սկսում ենք տնտեսական արշավ Իրանի ֆինանսական կապերի դեմ ամբողջ աշխարհում։ Այս մասին էլ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսնեթը։ Իրանի էկոնոմիկայի նախարար Մասուդ Մադանիզադեն անդրադարձել է ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, հայտարարելով, որ Թեհրանը նախապես պատրաստվել էր դրանց։ Կառավարությունն ունի երկամյա ծրագիր եւ մենք լիովին պատրաստ էինք, որ այս իրադարձությունները տեղի կունենան։ Միաբևեռն աշխարհն ավարտվել է եւ նրանք եւս մեկ անգամ կհամոզվեն դրանում։ Նրանք կտեսնեն, որ ընդհանրապես չեն կարողանա հասնել հաջողության, հայտարարել է Իրանի էկոնոմիկայի նախարարը։ Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 35 մարդ հետ ուժել, գրում է Star թերթը։ Star-ի հաղորդմամբ Քայսերի Մելիքգազի շրջանում արտատար ավտոբուսը բախվել է բենզին տեղափոխող ցիստերնին։ Վթարի հետևանքով առնվազն 35 մարդ հետ ուժել եւ բոլոր տուժածները տեղափոխվել են քաղաքի տարբեր հիվանդանոցներ։ Ավտոբուսը Ջիզրեից Անկարա էր ուղևորվում։ Բախումը տեղի է ունեցել Քայսերի արդյունաբերական գոտու խաչմերուկում։
Օգոստոսի 25-ի գիշերը Կրասնոդարի երկրամասի Սվերսկի շրջանում անդոթաչուների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Աֆիպսկի նավթավերամշակման ձեռնարկության տարածքում։ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենյամին Կոնդրատյևը հայտնել է նաև, որ Աֆիպսկայի երկաթուղային կայարանի տարածքում անօթաչուի բեկորների ընկնելու հետևանքով 2 մարդ է զոհվել, 2-ը վիրավորվել։ Աֆիպսկի ավանում վնասվել է առնվազն 10 մասնավոր տուն, իսկ ձեռնարկության տարածքում բռնկված հրդեհի մարմանը մասնակցել են արտակարգ ծառայությունները։ Կարճատև դադարից հետո կշարունակենք թողարկումը։ Շարունակում ենք թողարկումը, դրոնային սպորտը Հայաստանում վերջին տարիներին արագ զարգացում է ապրում, դառնալով ոչ միայն հետաքրքիր ու ժամանակակից մարզաձև, այլև տեխնոլոգիական և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ուղղություն։ Այս համատեքստում Երևանում անցկացվել է քաղաքապետի գավաթ 2026 դրոնային մրցաշարը, որը համախմբել է Հայաստանի տարբեր դրոնային ակադեմիաների իսաներին։ Մասնակիցները մրցել են մի քանի խմբերում, ցուցադրելով դրոնների կառավարման իրենց հմտությունները, արագ կողմնորոշվելու կարողությունն ու տեխնիկական պատրաստվածությունը։ Երևանում անցկացվել է FPV դրոնների Երևանի քաղաքապետի գավաթ 2026 մրցաշարը։ Միջոցառումը կազմակերպվել էր Դրոնների Ֆեդերացիայի, Երևանի քաղաքապետարանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործակցությամբ Multi-GP հարթակի շրջանակում։ Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի տարբեր դրոնային ակադեմիաների սաներ։ Մասնակիցները մրցում էին 3 դասային մակարդակներում՝ Starter, Semi-Pro և Professional, ինչը հնարավորություն էր տալիս ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մարզիկներին հանդես գալ իրենց պատրաստվածությանը համապատասխան մրցապայքարում։ Դրոնների Ֆեդերացիայի հիմնադրի նախագահի և մրցաշարի հիմնադիր Արտաշես Սարգսյանի խոսքով նման միջոցառումները կարևոր հարթակ են ոլորտի տաղանդավոր պատանիների և երիտասարդների բացահայտման համար։ Նրա համոզմամբ այսօր դրոնները դարձել են ժամանակակից աշխարհի անբաժանելի մասը, ունենալով ոչ միայն տեխնոլոգիական ու գիտական, այլև ռազմավարական նշանակություն։ Սենց միջոցառումները շատ է պետք, որ զարգացնենք այս ոլորտը։ Սա մեզի համ պետք է համ ինժեներական զարգացմանն այն, համ պիլոտները, որոնք որ պետք են մեզի, համ սպորտի, если դա սպորտ է, հետագայում իրանք պետք են լինելու թե բանակին, թե այլ միջոցառումներին։ Մրցաշարի հիմնական նպատակն է Հայաստանում դրոնային սպորտը զարգացնել է տեխնոլոգիական կրթությունն ու երիտասարդների ներգրավվածությունը ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում խթանել է, նաև հայ երիտասարդների համար միջազգային մրցաշարերում ներկայանալու նոր հնարավորություններ ստեղծել է։ Միջոցառման պատվավոր հյուրերի թվում էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանն այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար երկրների շարքում է, իսկ այդ դիրքերն ամրապնդելու համար պետությունը շարունակաբար աշխատում է կանգնելով նաև մասնավոր հատվածի կողքին։ Նախարարի տեղակալը բարձր գնահատեց մրցաշարի անցկացումը, այն կարևորելով հատկապես տաղանդավոր երիտասարդների բացահայտման տեսանկյունից։ Ըստ էության մենք կարևորում ենք, որ նման կարողանակությունները մեր պատանիները եւ ավելի մեծ տարիքի մարդկանց համար հեշտ լինի կառավարել, որովհետեւ գաղտնիք չեմ բացի, որ տեղեկացնեմ, որ նման մեքենաները մեր ամառօրյա օրերում տարբեր կիրառություններ ունեն։ Մրցաշարի մասնակից համակարգող եւ մրցավար Կարեն Հովհաննիսյանը պատմել է, որ դեռ փոքր տարիքից հետաքրքրված է եղել տեղեկատվական տեխնոլոգիաներով, սիրել է տարբեր տեխնիկաներ հավաքել ու քանդել, հետաքրքրվել է դրոններով, իսկ այսօր այդ հետաքրքրությունը վերածվել է մասնագիտական գործունեության։ Նրա խոսքով մրցաշարը լավ հնարավորություն է գիտելիքները ամրապնդելու, նոր հմտություններ ձեռք բերելու եւ հետագա մասնագիտական գործունեության համար։ Մեր երկրում շատ քիչ այսպես հետաքրքիր աշխատանքի տեսակներ կա, այսի մի հատ տեսակ է աշխատանքի, որ մենք կարող ենք այս տեսակով ոնց որ զարգացնել մեր այս ամեն ինչը, նկարահանման մեջ թե կօգտագործենք, թե որպես վայնի ոլորտում կօգտագործենք, շատ բազմաճյուղանի ինքը հնարավորություններ է տալիս մեզ FPV-ին։ Դրոնների Ֆեդերացիայի և Ծիրան դրոնային ակադեմիայի համահիմնադիր Արտաշես Ղազարյանի խոսքով այսօր այլևս հնարավոր չէ թերագնահատել դրոնների նշանակությունն ու ազդեցությունը կյանքի տարբեր ոլորտներում։ Դրոններն արդեն լայնորեն կիրառվում են գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանության, ռազմական և ռազմավարական, ինչպես նաև մի շարք այլ բնագավառներում։ Նրա համոզմամբ նման մրցաշարերը երիտասարդներին հնարավորություն են տալիս զարգացնելու իրենց հմտությունները և հետագայում ներգրավելու միջազգային հեղինակավոր մրցաշարերում։ Մեր երեխաները Հայաստանում տիրապետ են դրոներին,
լինեն դրոնի օպերատոր եւ ոչ միայն կարողանան ծրագրավորեն, տիրապետեն նավիգացիային, տիրապետեն տոպոգրաֆիային եւ ի վերջո իրանցից շատերը զորակոչիկ կդառնան, կարողանան ծառայեն հայկական բանակում։ Մրցաշարին Ծիրան դրոնային ակադեմիայի սաների հետ մասնակցում էին նաև Վիշապ դրոնային ակադեմիայի ներկայացուցիչները։ Ակադեմիայի տնօրեն Արման Սոլեյմանյանը կարևորել է դրոնային սպորտի դերը նաև երեխաների եւ պատանիների մտավոր կարողությունների զարգացման գործում։ Նրա խոսքով ժամանակակից տեխնոլոգիաների, մասնավորապես դրոնների հետ աշխատանքը նպաստում է ուշադրության, կենտրոնացվածության եւ հիշողության զարգացմանը։ Կապ չունի այսօրվա օդաչուները կդառնան տնտեսագետ, իրավաբան, մաթեմատիկոս թե փիլիսոփա, եթե նրանք ըստ իս չունեն այդ հատկանիշները՝ կարգապահություն, կենտրոնացվածություն, հիշողություն, նպատակասլացություն, ապա նրանք լավ մարդ ըստ իս չեն կարող դառնալ։ Մրցաշարի եզրափակիչ փուլին ներկա էր նաև Երևանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը։ Նա նշել է, որ Երևանի քաղաքապետի գավաթ մրցաշարը դրոնների ֆեդերացիայի եւ Ծիրան ակադեմիայի հետ համագործակցությամբ նախատեսում են ընդլայնել եւ վերածել ամենամյա կարևոր մարզական միջոցառման։ Մենք նպատակահարմար գտանք, որ նման մրցաշարերը պետք է պարբերաբար կազմակերպվեն, նաև մեր հանրակրթական դպրոցների նախազորակոչային տարիքի աշակերտների համար կազմակերպենք ուսուցողական դասընթացներ։ Մրցաշարին ներկա էր նաև Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նա բարձր է գնահատել միջոցառման կազմակերպչական մակարդակը, ընդգծելով, որ կազմակերպիչները մրցաշարի հաջող անցկացման համար մեծ ջանք ու եռանդեր ներդրել։ Բավականին մեծ աշխատանք է իրականացրել, իհարկե այս աշխատանքները սկսվել են ակտիվանալ, իրականանալ պատերազմից հետո եւ ոչ միայն սպորտաձև է սա, այլ ռազմավարական նշանակության ոլորտ է այսօր մեր երկրի անվտանգության, պաշտպանվածության ուղղությամբ։ Մրցաշարի անցկացման համար իր տարածքը տրամադրած Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը նշել է, որ իրենք պատրաստ են աջակցելու նման նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանի զարգացմանն ու երկրի ճանաչելիության բարձրացմանը միջազգային հարթակներում։ Շատ ուրախ եմ, որ սպորտային դրոնների ֆեդերացիան իր տունը առաջի sense գոնե ասեմ գտավ մարզահամերգային համալիրում եւ ավելի ուրախ եմ, որ այդ տունը գտնելով զարգացումը ապրեց եւ այսօր մենք արդեն ներկա ենք մի մրցաշարի, որը հնարավորություն է ստեղծում հաղթողներին ներկայացնել միջազգային հարթակներում։ Մրցաշարի ավարտին հաղթող թիմերը յուրաքանչյուր դասում արժանացան գավաթների եւ դրամական պարգևների։ Պատվավոր հյուրերն ու դրոնների ֆեդերացիայի համահիմնադիրները պարգևատրել են մրցաշարի հաղթող մարզիկներին։ Մրցաշարի հաղթողների համար սակայն սա միայն մրցույթի ավարտը չէ։ Նրանց առջև բացվում է միջազգային ասպարեզ դուրս գալու նոր հնարավորություն։ Հետագայում նրանք կմասնակցեն աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, ներկայացնելով Հայաստանը միջազգային տարբեր մրցահարթակներում։ Ջերմուկի 90-ամյա Հոբելյանի առիթով քաղաքում առաջին անգամ մեծ շուկով անցկացվել է Ջերմուկ City Fest 2026-ը։ Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջիկներ, մարզային եւ համայնքային իշխանության ներկայացուցիչներ, տարբեր կազմակերպություններ։ Դիտեք այս մասին պատմող տեսանյութը ցտեսություն։ Օգոստոսի 22-ին Ջերմուկում քաղաքի 90-ամյա Հոբելյանի կապակցությամբ առաջին անգամ անցկացվել է Ջերմուկ City Fest 2026-ը, բացահայտիր Ջերմուկը նորովի խորագրով։ Նախաձեռնության նպատակն էր Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը ներկայացնել նորովի, ընդգծելով քաղաքի զբոսաշրջային, մշակութային, առողջարանային եւ ժամանցային ներուժը։ Ջերմուկ Ֆեստին ներկա էին մարզային եւ համայնքային իշխանության ներկայացուցիչներ։ Միջոցառման հանդիսավոր արարողության մեկնարկը տվել է Ջերմուկ համայնքի ղեկավար Մանան Գևորգյանը։ Համայնքի ղեկավարն ընդգծել է, որ Ջերմուկը վաղուց դարձել է Հայաստանի կարևոր այցեքարտերից մեկը։ Այն ամեն տարի ջերմորեն ընդունում է հազարավոր զբոսաշրջիկների։ Մեզ համար մեծ պատասխանատվություն է, որ յուրաքանչյուր այցելու այստեղից հեռանա լավագույն տպավորություններով եւ կրկին վերադառնալու ցանկությամբ։ Վայոց-Ձորի մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանն ընդգծել է, որ Ջերմուկն իսկապես հայկական զբոսաշրջային ուղղությունների անբաժանելի մասն է։ Նրա խոսքով պետությունը կանգնած է ինչպես քաղաքի, այնպես էլ մասնավոր հատվածի կողքին Ջերմուկի բարեկեցությունն ու զարգացումը լավագույնս ապահովելու նպատակով։ Այսօր քաղաքը շարունակում է զարգանալ, դառնալով զբոսաշրջության, առողջարանային բուժման, սպորտի եւ մշակութային կյանքի կարևոր կենտրոն։ Այս զարգացման հիմքում ջերմուկների աշխատանքն է, նվիրվածությունն ու սերը
հայրենի քաղաքի նկատմամբ։ Միջոցառման ընթացքում Ջերմուկի համայնքապետարանը շնորհակալագրեր է հանձնել այն կազմակերպություններին եւ անձանց, որոնք իրենց կարևոր ներդրումներ են ունեցել համայնքի զարգացման եւ քաղաքի ակտիվ հասարակական ու մշակութային կյանքի ապահովման գործում։ Շնորհակալագրերի արժանացածների թվում էր նաեւ Լիդիան Արմենիա ընկերությունը, որը Ջերմուկ Ֆեստ 2026-ի գլխավոր հովանավորներից էր։ Լիդիան Արմենիա ընկերության ներկայացուցիչ Մարգարիտա Ափրոյանը հույս է հայտնել, որ Ջերմուկ Ֆեստը կդառնա ամենամյա միջոցառում եւ յուրաքանչյուր տարի հնարավորություն կտա մեկ վայրում համախմբել բազմաթիվ հյուրերի։ Ափրոյանը հավաստիացրել է, որ Լիդիան Արմենիան շարունակելու է լինել համայնքների համար կարևոր ու նշանակալի նախաձեռնությունների կողքին։ Լիդիանը հանդես է գալիս որպես Ջերմուկ Ֆեստ 2026-ի հովանավոր եւ մենք միշտ կանգնած ենք այն նախաձեռնությունների կողքին, որոնք որ կարող են ապահովել համայնքների զարգացումը, տնտեսական ակտիվացում բերել համայնքներին։ Բացի համերգային եւ ժամանցային ծրագրերից փառատոնի կարևոր եւ բաղկացուցիչ մաս էր նաեւ տոնավաճառը, տաղավարներում հյուրերի ներկայացվում էին ամենատարբեր աշխատանքներ, ստեղծագործական ձեռագործ աշխատանքներից մինչեւ սննդամթերք եւ բնական արտադրանք։ Տոնավաճառի մասնակիցներն իրենց խոսքում ընդգծում էին, որ նման փառատոնների անցկացումը հիանալի հնարավորություն է իրենց աշխատանքը ներկայացնելու, ճանաչելի դարձնելու եւ նոր հաճախորդներ գտնելու համար։ Մեզ են ճանաչում, մեր աշխատանքներն են տեսնում, կարողանում են այդ կապի դուրս գալ, իսկ տալիս է նաև շատ մեծ հնարավորություն իրանց հարթակի միջոցով, որպեսզի մենք կարողանանք մեր ապրանքները մեր ձեռքի աշխատանքները իրացնենք։ Այս միջոցառումները միշտ մեր քաղաքի համար շատ մեծ բան են տալիս, քանի որ մեծանում է տուրիստական հոսքը եւ մարդիկ շատ են գալիս, մեր ջերմուկն են ճանաչում, մեր քաղաքն են ճանաչում եւ մենք էլ բոլորս ներկայացնում ենք իրենց ձեռքի աշխատանքները։ Ջերմուկ Ֆեստ 2026-ի հյուրերն ու տեղացիները եւս տպավորված էին միջոցառման կազմակերպման եւ անցկացման բարձր մակարդակով։ Նրանք միաբերան նշում էին, որ նման նախաձեռնությունների իրականացումը կարևոր է ու անհրաժեշտ թե Հայաստանի, թե հայաստանցու համար։ Շատ լավ միջոցառում է կազմակերպած։ Լավ կլիներ, որ ավելի շուշոտ լիներ միջոցառումները Ջերմուկում։ Երիտասարդների համար հաճելի է, որ նման միջոցառումներ արդեն կազմակերպվում են Ջերմուկում, շատ հաճելի է նաև տաղավարների այս պահը։ Դե կտա որպես տուրիստական քաղաք, ինձ թվում է Ջերմուկը շատ ավելի լավ, ինչ որտեղ էլ կարելի ասել ռեկլամային բաներ ավելի շատ հաճախորդներ կունենանք։ Հավելենք, որ միջոցառման ամբողջ ընթացքում մասնակիցները մեկ վայրում երաժշտական եւ մշակութային բազմաբնույթ ծրագրեր վայելելու, ազգային խոհանոցին ծանոթանալու, ժամանցային նախաձեռնություններին մասնակցելու հնարավորություն են ունեցել։ Ջերմուկ Ֆեստ 2026 համախմբել էր մշակույթը, երաժշտությունը, տեղական արտադրությունն ու ժամանցը, ստեղծելով տոնական եւ անմոռանալի մթնոլորտ ինչպես քաղաքի հյուրերի, այնպես էլ տեղի բնակիչների համար։